Պարոն Մկրտչյան, գիտենք, որ երեկվանից կրքերը չեն հանդարտվում ղազախական ցորենի ներկրման հետ կապված, գիտենք, որ 4-րդ կարգի ցորեն է Հայաստան հասել, ինչը անասնակեր է, օգտագործում է տեխնիկական նպատակներով, նաև թեև իշխանության ներկայացուցիչները չէին նշել, թե ինչ որակի ցորեն է գալու, բայց միևնույն ժամանակ նրանք հայտարարում էին, որ սա կարևոր ձեռքբերում է հայ-ադրբեջանական հարաբերությունների խաղաղության պայմանագրի համատեքստում։ Ինչ կասեք դուք սրա վերաբերյալ։ Ուրեմն փաստենք մի բան, ազգապնակցություն ինչքան որ ցորեն օգտագործում է, այդքան ցորեն օգտագործվում է անասնապահության մեջ։ Այսինքն 4-րդ կարգ կամ 3-րդ կարգի այդ ցորենը, եգիպտացորենը եւ այլն պետք է ներկրել։ Այստեղ այնպես չի, որ ողբերգություն է, որ 4-րդ կարգի ցորեն է, հաստատին մի չափի ցորեն էլի պետք է անասնապահության մեջ։ Բայց հարցի երկրորդ մասը կա, երկրորդ կողմը կա։ Թե իշխանով այդ քաղաքական ինչ որ մեսիջ ունի իր մեջ, թե չունի հավաշրջապակման խաղաղության տեսանկյունից, ուրեմն ցանկացած ճանապարհ բացելով խաղաղություն չի լինում։ Հավաշրջապակումը միշտ չէ, որ տնտեսական արդյունավետության է բերում, պետք է այդ փաստենք, այսինքն այնպես չի, որ երկրորդ համաշխարհային ժամանակ, ասենք Ֆրանսիայի ու Գերմանիայի արանքը չինական Փարիզ կառուցած։ Խաղաղությունը ձեռք է բերվում այլ չափանիշներով, այլ գործոններով, ոչ թե այդ ճանապարհը բացելով։ Ճանապարհի մասով մի բան կարող եմ ասել հստակ, երբ որ խոսում ենք այդ ղազախական ցորենի ներկրման, այստեղ հստակեցված չի ղազախական ցորենի ձեռքբերման արժեքը եւ ռուսական ցորենի արժեքը, հետաքրքիրն է, որ ռուսական ցորենը նույնպես այդ ճանապարհով ասին կբերենք, այստեղ ուղղակի Ռուսաստանը ուզեց անմասն չմնալ, այսինքն շուկան փաչթողնել իր ձեռքից, հայկական շուկայի մասին է խոսքը, հաշվի առնելով այն պարագան, որ այսօր Ռուսաստանը արդյունավետ խնդիրներ ունի ցորենի։ Իսկ ինչ մնում է այդ բեռնափոխադրման լոգիստիկ ծախսերի մասով, այստեղ լոգիստիկ ծախսերը պետք է եկամուտի նախարարը նախ հրաբարակի թե իշքան է նստում 1 տոննայի բեռնափոխադրումը երկաթգծով։ Մի քիչ մանրամասն է, որ ազգապնակցությանը պարզ լինի։ Այսինքն այդ ցորենը եկել է Ղազախստանից, Ռուսաստան, Ադրբեջան, Վրաստան, Վրաստանից Հայաստան։ Մտել է 4 երկիր, 4 երկրի տրանզիտի համար գումարներ են վճարվել, ընդհանուր ռուսական երկաթուղիները բեռնափոխադրման համար գումարներ են վերցրել, այդտեղ այդ կան ճանապարհահատվածի համար մենակ ռուսական երկաթուղի բեռնափոխադրումը $1000 է, 1 վագոնի արժեքը, նաև Հայաստանը չունի իր վագոնները, բնական այդ վագոնները որոշ մասով վարձակալված վագոններ են, վարձակալության համար նույնպես վճարել ենք, նաև այդ վագոնները կանգնել են որոշակի պերոններում, հա, այդ որոշակի տեղերը կանգնելու համար նույնպես վճարել ենք, տեղերու բեռնափոխադրելու պերոնների համար նույնպես վճարել ենք։ Այսինքն թափանցիկ չի երևում, թե օրինակ մեր բեռնափոխադրող մեքենաների միջոցով բեռնափոխադրում իրականացնելն ավելի էժան է երկաթգծով, որովհետև տվյալների բացակայություն է։ Այդտեղ ճիշտ կներ, որ էկոնոմիկայի նախարարը հստակ նշեր, թե այ 1 տոննա կամ 1 վագոն, ճիշտ վագոնով չի, թե բնականի ճիշտ տոննայով է, 1 տոննա ցորենի բեռնափոխադրումը Ղազախստանից տրանսպորտային ծախս ինչքան է եղել։ Այդ բaragայում որ իրատեսական կարելի էր քննադատական տալ իմաստ ուներ, թե չուներ։ Քաղաքական մասով նորից եմ նշում, այդտեղ իմաստ մանկալը իբր երկաթքից բացվեց ու մեր մեջ Ադրբեջանի հետ խաղաղություն է լինելու առնվազն նայություն է։ Հազարած ճանապարհ բացել։ Պատերազմները լինում են ոչ թե փակ ճանապարհների, այլ տնտեսական շահերի արդյունքում։ Ադրբեջանը ունի տնտեսական լուրջ շահեր, Ադրբեջանը այսօր լուծում է իր հարցերը։ Համար առաջի Ադրբեջանի հետաքրքրող հարցը դե ֆակտո փաստացի Նախիջևանի աբաշրջափակումն է, ոչ թե Հայաստանի աբաշրջափակումը։ Իրատեսեք, ինչի Հայաստան ցորեն չէր գալիս։ Այստեղ ցորենի խնդիր կար, եգիպտացորենի, անասնակերի խնդիր կար, ինչ չէր գալիս Հայաստան։ Ամեն ինչ էր գալիս էր, նույնպես չի որ դրանով երկաթգծի գալով ինչ որ բաներ փոխվեցին։ Հակառակի մասը ասեմ, ռուսական երկաթուղիներին ենք վճարում հիմի, այն ժամանակ տեղական բեռնափոխադրումներին ենք վճարում, որը մեր տնտեսության մեջ էր, մեր հնայի մեջ էր ցուցանիշը։
Հիմի որ ռուսական բեռնափոխադրողին վճարեցին կամ ղազախական, չֆիքսվենք պետության վրա, համենայն դեպս ոչ հայկական բեռնափոխադրողին ենք վճարում։ Այդ ոչ հայկական բեռնափոխադրողին վճարված այդ գումարները ու հայկական բեռնափոխադրողին վճարվող գումարները, որոնք որ հնայի մեջ մուլտիպլիկացիա են անում, նոր հնա են գեներացնում, այդ հաշվարկը իրականացրել է կամուկային նախարարությունը։ Քաղաքականությունը տնտեսությանը կապել պետք չի, քաղաքական որոշումները պետք է բխեն ուղիղ տնտեսական շահերով, ոչ թե տնտեսական որոշումները բխեն քաղաքական շահերով։ Քաղաքական շահ չկա, կա տնտեսական շահ։ Պարոն Մկրտչյան, իսկ արդյոք Հայաստանի գյուղատնտեսությունը ունի ինքնաբավություն, որպեսզի ապահովի իր ցորենի պաշարները։ Այստեղ գյուղացիները շատ են խոսում, որ կարող են ցորենի արտադրությունով զբաղվել, բայց փոխարենը պայմաններ պետությունը չի ստեղծում, որպեսզի ցանկատարածությունները ավելացնեն։ Այսինքն նախ սկսենք այնտեղից, որ բնակլիմական պայմաններով Հայաստանը ոչ բարենպաստ պայմանում է գտնվում ցորենի արտադրության համար։ Այստեղ ավելի թանկարժեք մշակաբույսեր կա, որ կարելի է ու հնարավոր է մշակել, քան ցորենը։ Ցորենի արտադրության մեջ ինքնարժեքը բարձր է մեր պայմաններում։ Իրական նայեք, պետք է միջին բերքատվության նորմա կա, չափանիշ կա, Շիրակի մարզում օրինակ 4.5 տոննա է 1 հեկտարից։ Այնտեղից անեք նույն վարելու համար վճարվող գումարներ, այնտեղից բնական է ինչ ուզում եք ցանեք, նույն հողի հարգն է, նույն ջրի վարձն է, ոռոգման վարձն է, նույն քաղելու, բեռնափոխադրելու, այսինքն շահութաբերությունը ցորենի մշակման պարագայում ցածր է։ Այս համար առաջին։ Երկրորդ, այդ քանակի ցորեն ապահովելու համար, ինքնաբավ դառնալու համար հողային տեսքերը քիչ են։ Մենք այստեղ չունենք այդքան հող, ռեսուրս։ Մեր հողային ռեսուրսները այդ առումով բավականին լավ Արցախում էին։ Հիմա կարող եմ ասել Արցախը մերը չգիտեմ ումն է, համենայն դեպս մերն է, մեր ազգինն է, մեր պատմությունն է ու Արցախը բավականին շատ ինքնաբավություն էր տրամադրում այդ հարցում։ Պարենային լուրջ անվտանգության երաշխավոր էր։ Ոչ թե մենք էինք այդ առումով Արցախի երաշխավորը, այլ Արցախն էր մեր պարենային անվտանգության երաշխավորը։